Minister, thank you very much for your speech. When you were answering the question about being a member at the same time with EU and the other organizations, listening to your answer, I thought a Turkish foreign minister is talking, actually. But, so welcome to the club of trying to explain to the Europeans about this regional balancing acts. My first question would be about Azerbaijan-Armenian relations. Peace is built between people and people. I wonder, while you have this dialogue from state to state, whether you are planning to increase people-to-people, second track contact. I know maybe it's very fresh, but I'm wondering whether you deem it important. The second would be about Turkey and Armenia. I wonder whether there is also a willingness on both sides to increase second track contacts. While Armenia doesn't have a direct flight, Turkey has direct flight, for instance. So I wonder whether you also, together with Ankara, might be planning about the importance of second track. And my third question would be, I cannot imagine that the Russians and the Iranians could be a little bit bothered by the presence of America in the region, even though this is going to be probably a private company that you would be cooperating, I understand, to run the corridor. I'm wondering, how do you view so far the reaction from Russia and Iran to the signing of pre-signing in Washington, and the fact that Washington is now in the region? Thank you very much. Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ պատկերացնել, թե ինչ հարց կար, որ դուք չտվեցիք, բայց ես իհարկե սիրով կպատասխանեմ բոլորին։ Իսկապես, երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին հաստատված խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, օրինակ երբ դա վերաբերում է փոխկապակցվածությանը, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը հաստատված է, հռչակված է, պայմանագիրը խաղաղության նախաստորագրված է, բայց այս ամեն ինչով հանդերձ մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման, եւ օրինակ մեկը կնշեի հենց ձեր բացատրած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը, եւ նաեւ պետք է ընդունենք, եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որ հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ հաղթահարելու խնդիր կա եւ ժամանակ է պահանջվում, եւ այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում եւ քաղաքացիական հասարակությունների միջև կապերը եւ շփումները շատ կարեւոր են։ Այդ պատճառով այդ կապերը մենք ուշադրություն ենք դարձնում դրան, մենք հասկանում ենք նաեւ Ադրբեջանի ընկալումն է այդպես, օրեր առաջ տեղի ունեցան քաղաքացիությունը եւ շաբաթներ գուցե առաջ տեղի ունեցան քաղաքացիությունների ներկայացուցիչների միջև հանդիպումներ Հայաստանում, հենց հիմա այս լսարանում ես որքանով տեղեկացված եմ, ունենք լրագրողներ կամ փորձագետներ Ադրբեջանից, այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից, եւ միայն սա է ճանապարհը այդ երկխոսությունը զարգացնելու նաեւ հասարակությունների միջև։ Ինձ ամենայն դեպս այլ բանաձև հայտնի չի, ենթադրում եմ մենք եւ Ադրբեջան առաջի երկրները չենք, առաջի ժողովուրդները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում են, դա ցավոտ գործընթաց է, հեշտ բնավ գործընթաց չի, բայց գործընթաց է, որ պետք է արվի առաջին քայլը, երկրորդ, երրորդ, 10-րդ եւ գուցե, չգիտեմ, 1 տարի հետո մենք հանդիպենք եւ ասենք
արձանագրենք, թե ինչպիսի էական, ուրեմն տարբերություն կա այդ պահի դրությամբ համեմատած այսօրվա, այսօր այդ էական տարբերությունը կա համեմատած 1 տարի առաջվա։ Այնպես որ շարունակելու ենք մենք որպես կառավարություն համենայն դեպս եւ խրախուսելու ենք այս քաղաքացիների միջև կապերը, այլ գաղափարներ եւս կան, թե ինչպես կարող ենք այդ ուրեմն երկխոսությունը զարգացնել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։